Partnerդեհին։ Ես էլ եմ խոսելու Վենսի գրառումից։ Բոլորը խոսում են։ Ես էլ իմ տեսակետն ունեմ։ Բայց թե ինչու գրառումը գրվեց, հետո փոխվեց, բառեր կային, ցեղասպանություն բառը հեռացվեց, հա։ Այնտեղ նույնիսկ մարդիկ ասում են Նիկոլն է ասել, որ Վենսը այցելի Ծիծեռնակաբերդ, հետո մարդիկ ասում են, որ Նիկոլն է հորդորել, որ ցեղասպանություն բառը հանեն, կամ չգիտեմ ինչ պայմաններում, ինչ եղավ, ոնց եղավ, վերջը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա այն պետությունն է, որը եթե իր պետական պաշտոնյան պետական այցով գնում է որևէ երկիր, մասնավոր այցով չի գնում։ Իր համար չի գնում, էլի գնում է պետության համար։ Նրա ցանկացած գործողությունը արդեն նախորդ պայմանավորված են լինում։ Անկամ եթե միտեղ պետք է ինչ-որ մի բան ձևացնեն, ձևացնում են, տեսնեն ինչ ռեակցիա կա, օրինակ։ Այդ ձևացնելու process-ն էլ իրենք պլանավորված են լինում։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի վրա որևէ մեկը չի կարող ազդել, ասի գնա կամ մի գնա, կամ գրությունը փոխի կամ մի փոխի։ Առավել եւս Նիկոլը։ Անկամ Թուրքիայի նախագահը չի կարող ազդել այդ գրառման վրա։ Որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր պետական քաղաքականության մեջ հայոց ցեղասպանությունը ճանաչել է, որքան էլ Հայաստանի իշխանություններն ասում են մեր արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության ճանաչումը առաջնային չէ, այդ հլա առաջնային չէ, քիչ չի, մի հատ էլ կասկածելի է իրենց համար։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք այն ինչ որ ասել եւ հայտարարել է դրանց միշտ տեր է։ Եվ Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյան պարտավոր է անկախ իր անձնական կարծիքից այդ պետության դիրքորոշումը հարգի։ Ուրեմն գանք են եզրակացության, որ Վենսի գրառումը, որ գրվել եւ հեռացվել է կամ փոխվել է, դա նախորդ տեղեկացված, պայմանավորված, ծրագրավորած գործողություն է։ Եվ ասեմ, սա նաև մեսիջ է մեզ։ Ամերիկան հասկացնում է, որ մենք ձեր վիշտը հարգում ենք։ Սկզբից այդպես էլ կա, որ գրել է։ Բայց երբ որ փոխում է, նա ուզում է հասկացնի, բայց եթե ձեզ համար դա նշանակություն չունի, եթե դուք չեք հարգում ձեր իշխանությունը, կարող ենք մենք էլ մեր վերաբերմունքը փոխել այդ երևույթին, օրինակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս մեսիջով Վենսի գրառում դնել անելով հայ ժողովրդին հասկացրել է դու արժանապատվություն, ինքնություն, սիրող, պաշտպանող ժողովուրդ ես, թե նիկոլական ես։ Կոնկրետ ասեմ։ Սա հետ սա է նշանակում։ Հասկացնում է դու ուրացող նիկոլական ես, թրքաբարու, թե արժանապատվություն ունեցող հայ ես։ Եվ երբ որ ասում են Վենսն ասեց, Նիկոլը մեծ ձեռնտու է, մենք ձեզ աջակցում ենք, ուզում ենք դու վարչապետ լինես, ցանկացած երկրի էլ Նիկոլը ձեռնտու է։ Ցանկացած երկրի, բայց Նիկոլը պետք է մեծ ձեռնտու լինի։ Ամեն երկրի ղեկավար պետք է այդ պետության առաջինը ձեռնտու լինի։ Եթե նա թշնամուն է ձեռնտու, ուրեմն այդ պետության չարիքն է ինքը։ Հասկանում եք։ Իսկ Հայաստանը շատ խնդիրներ ունի, որոնք հիմնականում կապված են թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։
ցեղասպանություն, հայրենազրկում, պետության յուրացում, այս խառը ժամանակաշրջանում, խառը տարածաշրջանում Ամերիկայի ձեռ չի տալի, որ գլխացավանքների տակ են գնի։ Իհարկե Նիկոլն իրեն ձեռ կտա։ Բայց հայ ժողովուրդ, Նիկոլը հո Ամերիկայի համար չես դու Նիկոլին բերել դրել այդտեղ։ Կամ Ալիևի համար ես դրել։ Կամ Էրդողանի համար եք դրել Նիկոլին։ Թե Հայաստանի համար եք դրել։ Փաստորեն դուք դրել եք օտարի համար Նիկոլին, որովհետև եկեղեցուն հալածում է, ցեղասպանությունից հրաժարվում է, Արցախից հրաժարվում է, Արարատից հրաժարվում է։ Բա մեզ ինչ է մնալ։ Ասում ենք Վենսի այցելությունը որոշակի օգտակար էր։ Ինչով էր օգտակար։ Բևերը, Սասնա-Ծռերը ասում էին, որ մեր հարաբերությունները Ամերիկայի հետ պետք է սերտանան։ Երևի այդ 18 թվին է, որ Նիկոլը նոր եկել էր, նրանց իրեն տղա էր զգում, այդ ժամանակ, երբ որ ասում էին կարևմուտքի հետ, Ռուսաստանը մեզ համար չարիք է, չէ, էլի չէիք պատկերացնում, անգամ չէիք էլ պատկերացնում, որ Ամերիկան մեր հետ որից է թուղթ կստորագրի, կամ ատոմակայան կմտածի անգամ կառուցել, որից մեկը չէր պատկերացնում, բայց Սասնա-Ծռերը կամ հիմա արդեն Բևերը այդ մասին խոսում էին, չէ։ Եվ այսօր դա իրողություն է դառնում։ Այսինքն դուրս է գալի, որ Սասնա-Ծռերի կամ Բևերի ծրագիրը առաջ է գնում, բայց Բևերին թողել են ստվերում։ Արևմուտքի հետ հարաբերությունները Բևերի, բացառապես Բևերի, ոչ դաշնակները, ոչ հանրապետականները, ոչ բարգավաճկելների, որից է մեկը, չէ, Նիկոլն էլ որ ասում մենք Ռուսաստանի դեմ կամ Ռուսաստանի շահերի դեմ, երեք էր ասում, թե առաջ օրը, ոչ մի գործողություն չենք անելու։ Ուրեմն այն գործերը, որ այն քայլերը, որ Նիկոլը անում է, թուրքահապատակ, թուրքամետ քայլերը, որ անում է, նշանակում է դա Ռուսաստանի դեմ չի։ Հասկանում եք։ Եթե ինքը ամեն ինչ զիջում է թուրքերին եւ ազերիներին եւ ասում է Ռուսաստանին մենք դեմ ոչինչ չենք անում, ուրեմն Ռուսաստանն է իրեն հորդորում, որ այդ բանն անի։ Այսինքն Ռուսաստանը վաճառել է ու Աբրանքին ասում է գնա հարմարվի։ Մենք սա պետք է հասկանանք։ Այս նախկիններն են լավ բալանսավորած սպառում են, որ Նիկոլին հաջողվի Հայաստանը դարձնել վերջնական Ադրբեջան կամ Թուրքիա։ Բայց արևմուտքի հարաբերությունները իրականում Բևերի ծրագիրն էր։ Բայց ինչ է ստացվում։ Այնպես չի, որ ամեն ինչ ոնց որ Բևերը ծրագրավորել է, այդպես է առաջ գնում արևմուտքի հետ։ Որտեղ իշխանության Բևերը չի։ Ժողովրդական խոսքա չէ, ասում է հաց թուխին մի հաց ավել տուր, բայց հացը թխելու գործ իրեն տուր։ Այսինքն եթե Բևերը չի իշխանության, այն դրական էֆեկտը, որ պետք է մենք արևմուտքից քաղենք, մեր թշնամին ավելի այս պահի դրությամբ ավելի լավ է օգտվում։ Սա է խնդիրը, որ դուք հասկանաք, որ իսկապես արժանապատվությունը շատ կարևոր է։ Եթե անգամ Ամերիկայի Բարձրաստիճան պաշտոնյան է արդեն մեսիջով հասկացնում, որ մենք ձեր վիշտը հարգում ենք, բայց եթե դուք չեք հարգում, կարող ենք փոխել։ Մեսիջը սա է։ Եվ եթե ուզում եք, որ արևմուտքը իսկապես Հայաստանի համար դրական բան անի, իշխանության պետք է Բևերը լինի։ Արևմուտքի հետ, ասենք, կապեր, հարաբերություններ հաստատելու վարպետը
ցանկացողը, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք։ Հասկանում եք արևմուտքի հետ թե ոնց պետք է գործընկերային ու որ մեր շահը չպետք է տուժի։ Մենք որ Նիկոլի պես, ասենք, ինչ ասեն, գլուխներս կախ չենք անելու։ Քննադատում ենք, չէ՞ Վենսին, բայց հասկանում ենք, որ Ամերիկան դրանով մեզ պատժում է նաև։ Մեր անինքնասիրության համար։ Եվ մենք քննադատում ենք Ամերիկային։ Ինչը չեն անում ռուսահաբադակները։ Նիկոլը ցեղասպանությունից հրաժարվում է, Նիկոլին չեն քննադատում, Վենսի գրառումը քննադատում են ցեղասպանություն բառը հանել են։ Պուտինը Արցախն Ադրբեջան է համարում, Պուտինին չեն քննադատում պուտինականները, հա, այդ Քոչարյան Ռոբերտ կլինի, Սերժիկ Սարգսյան կլինի, Տաշիր Սամո կլինի, Ծառուկյան Գագո կլինի, Նիկոլ Փաշինյան կլինի։ Բայց Վենսի գրառման համար Վենսին հա, տեսակ ասում են։ Չէ, Վենսն ասել է հայ ժողովուրդ, դու Նիկոլական ես, թե արժանապատիվ հայ։ Այդ գրառումը դա էր։ Ուրիշ ոչինչ։ Իսկ Ամերիկան, երբ որ զգա, որ Թուրքիային պետք է պատժի, ինքը լավ գիտի, որ ամենածանր հարվածը հայկական հարցն է Թուրքիայի վրա, բեր դառնալու։ Իսկ այդ հարցով զբաղվող վարպետը էլի Վիլսոնի իրավարար վճռով, էլի բևերն է, էլի մեր դուրն են գալու։ Բայց կարող է դա մի քիչ երկար տևի։ Հիմի հայ ժողովուրդ, դու մնալու ես օտարի քմահաճույքին, թե ինքդ ես որոշելու ձևավորել իշխանություն, որը իշահ Հայաստանի է գործելու, ոչ թե իշահ Ամերիկայի, Ռուսաստանի, առավել ևս Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչը այս օրերին տեղի ունենում Հայաստանում։ Նիկոլի հետ արևմուտք գնալ նշանակում է փչացնել ամեն ինչ։ Մարդը բերան ասում է, մենք որևիցե քայլ, գործողություն, ծրագիր, Ռուսաստանի կամքին հակառակ կամ Ռուսաստանի շահերին վնասող չենք արել եւ չենք անում։ Ուրեմն Թուրքիա գնալու ծրագիրը հենց Պուտինի ծրագիրն է։ Ո՞վ կարող է ռուսական ազդեցության գոտին կամ ռուսական տարածքը գնա դառնա Թուրքիա, որ դա Ռուսաստանի, ասենք, չխանգարի Ռուսաստանի ծրագրերին կամ նպատակներին կամ չվնասի ռուսական շահին։ Եթե չի վնասում, ուրեմն Ռուսաստանը վաճառել է Հայաստանը։ Այս մարդն էլ այդ վաճառքը ապահովում է։ Դուք այս դարդը լացեք։ Թե չէ Ամերիկայի օրենսդիր երկու պալատները հայոց ցեղասպանությունը ճանաչել են։ Կարևորը դա է։ Եվ Վենսը այդ որոշումներից դուրս ոչինչ չի կարող անել։ Անհոգ եղեք։ Խոյամ եղեք եւ